Առաջին դասարանցիների ընդունելության համար հայտագրման հարթակ կբացվի։ Հունիսի 9-ից 22-ը հայտագրումը կբացվի առաջնահերթություն ունեցող երեխաների համար։ Այս փուլում կարող են գրանցվել այն երեխաները, որոնց քույրերը, եղբայրները սովորում են տվյալ դպրոցում կամ որոնց ծնողները նույն դպրոցում ուսուցիչ են աշխատում։ Երեխաներին կարող են նաև հայտագրել պետական այն աշխատողները, որոնք գործուղվել են տվյալ բնակավայր առնվազն 6 ամիս ժամկետով։ Հունիսի 24-ից կմեկնարկի հաջորդ փուլը մնացած բոլորի համար։ Ծնողները կկարողանան երեխաներին գրանցել իրենց նախընտրած դպրոցներում։ Իդեպ այս ուսումնական տարվանից, եթե երեխան 6 տարեկանից ավելի ուշ գնա դպրոց, կրթությունը կստանա իր տարիքին համապատասխան դասարանում, բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ։ Ծանր եւ խորը արտահայտված խնդիրներ ունեցող երեխաները, որոնք 7 տարեկանում եթե դպրոց չեն գնացել, իրենք կանցնեն տարածքային մանկավարժ-հոգեբանական աջակցության կենտրոններում գնահատում եւ գնահատման համապատասխան եզրակացության արկայության դեպքում արդեն դպրոցը հնարավորություն կունենա երեխային գրանցել առաջին դասարանում։ Հարցին, թե ինչու են ծնողները հրաժարվում երեխաներին 6 տարեկանից ուղարկել դպրոց, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը նկատեց. որոշ դեպքերում ծնողները նպատակահարմար չեն գտնում երեխային ժամանակին տանել դպրոց, երբեմն լուրջ չեն վերաբերվում տարիքային այդ շեմին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի դպրոց հաճախող երեխաների մոտ 10%-ը դպրոց չի գնում եւ այդ երեխաները լրացնում են կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը։ Պատճառները տարբեր են։ Պատճառներից մեկը կարող է լինել զարգացման խանգարումները, որի մասին ես խոսեցի, բայց որը օբյեկտիվ պատճառ է։ Հարցին արդյոք չկա մտավախություն, որ միանգամից երկրորդ դասարան գնացող երեխաները դժվարություններ կունենան եւ հետ կմնան կրթական process-ից, փոխնախարարը հաստատում է, նման ռիսկեր կան, ուստի դպրոցները ստացել են հանձնարարականներ լրացուցիչ աշխատանքների համար։ Առաջիկայում մենք արդեն խորհրդակցություններ կունենանք բնականաբար նաեւ դպրոցների հետ եւ մենք անցյալ տարվանից արդեն դպրոցներին զգուշացրել էինք, ինչպես նաեւ ծնողներին, որպեսզի անցյալ տարի բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկան էին գնային դպրոց, ոչ թե ուշացնեին դպրոց ընդունելը, եւ դպրոցները լրացուցիչ աշխատանքներ կիրականացնեն, որպեսզի երեխաների հետ կրկնակի փորձեն հնարավորինս արագ աշխատել եւ իրենց բերել հասցնել երկրորդ դասարանի ծրագրին։ Փոխնախարարը նկատեց, ամեն տարի 30,000-ից ավելի առաջին դասարանցի է լինում, այս տարի եւս սպասելիքը նույնն է։ Եվ վերջում մի լուրջ խնդրի մասին. յուրաքանչյուր տարի մոտ 3000 երեխա առաջին դասարան չի գնում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։